being. Դոկտոր As Մահմեդ scientists Օզ այս saying they've found պատմությունը a magic վերաբերում է weight loss cure ամերիկյան for everybody. ամենախոշոր առողջապահական սկանդալներից մեկին, որտեղ խառնված էին փողը, մեդիան և կեղծ գիտությունը։ Գլխավոր կերպարը Լինցի Դունքանն է, սննդային հավելումների ոլորտում գործող բիզնեսմեն, ով իր վերահսկած ընկերությունների միջոցով լայնորեն գովազդում էր մի արտադրանք՝ green coffee, կանաչ կոֆի բին, էքստրակտ։ Նա պնդում էր, որ այս հավելումը կարող է ապահովել արագ և զգալի քաշի կորուստ, առանց դիետայի, առանց ֆիզիկական վարժությունների, առանց կյանքի որևէ փոփոխության։ Այս խոստումները ներկայացվում էին որպես գիտականորեն ապացուցված արդեն։ Ինչպես էր տարածվում այս սուտը։ Այս գովազդը տարածվում էր ազգային հեռուստատեսությամբ, ներառյալ հայտնի հաղորդումներ, ինչպիսին էին The Dr. Oz Show-ն և այլ թոք շոուներ։ Հեռուստադիտողին ներկայացվում էր, թե իբր մարդիկ կարող են կորցնել մինչև 17 փաունդ քաշ և 16%-ը մարմնի չափ ընդամենը մի քանի շաբաթում առանց որևէ ջանքի, ժողովուրդ ջան։ Սակայն իրականում այս պնդումները չունեին որևէ լուրջ գիտական ապացույց, այսինքն խաբում էին, ինչ պարզեց FTC-ն, ԱՄՆ-ի Federal Trade Commission-ը։ Ուրեմն FTC-ն սկսեց հետաքննություն և պարզեց, որ ներկայացված հետազոտությունները կեղծ էին կամ մանիպուլացված, կլինիկական փորձարկումները իրականում չեն եղել, իսկ գովազդային խոստումների խաբուսիկ էին և վտանգավոր սպառողների համար։ FTC-ի հայտարարության մեջ նշվեց, որ Դունկանը և նրա ընկերությունը շահագործել են մարդկանց ցանկությունը արագ նիհարելու համար և միլիոններ են աշխատել։ Այս խաբեության վրա դատարանի որոշումը հետաքննության արդյունքում Լինցի Դունկանը և նրա վերահսկված ընկերությունները համաձայնեցին վճարել $9 միլիոն սպառողներին փոխհատուցելու համար։ Պարտավորվեցին ապագայում չանեն որևէ առողջական կամ քաշի նվազեցման խաբուսիկ խոստում և ընդունեցին, որ ցանկացած նման պնդում պետք է հիմնված լինի լուրջ, անկախ և գիտական կլինիկական փորձարկումների վրա։ FTC-ի պաշտոնական դիրքորոշումը հստակ էր. քաշի կորուստը չի կարող վաճառվել որպես հրաշք լուծում։ Ինչու է սա կարևոր։ Այս դեպքը դարձավ նախադեպ ամբողջ ոլորտի համար։ Այն ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ մեդիան վստահություն է տալիս չստուգված հայտարարություններին, փողը գերակայում է առողջությունը, իսկ մարդիկ հավատում են արագ արդյունքների խոստումներին։ Այս պատմությունը այսօր օգտագործվում